Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Իշխողյանի Ադրբեջան կուսակցության անդամ Հիկմետ Բաբաօղլուն հանդես եկել Սադրի հայտարարությամբ Modern Get ազդրատվամիջոցին տված հարցազրույցում նա ասել է, թե Հայաստանի տարածքները իբր պատկանում են Ադրբեջանին։ Ինչպես պետք է հասկանալ Բաբաօղլուի այս հայտարարությունը որպես անհատական կարծիք, առհասարակ թե որպես իշխող կուսակցության քաղաքական ուղերձ։ Այդ թեզը տեղավորվում է Ադրբեջանի նոր ազգային գաղափարախոսության մեջ, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, հա, այսպես ասած, իր ենթանարատիվներով։ Դա եզակի դեպք չի, ավելին ասեմ, Ադրբեջանի ղեկավարը ինքը բազմիցս տարբեր կոնտեքստներով անդրադարձ է ունեցել, այսպես ասած, տարածքային հավակնությունների թեմային ընդդեմ Հայաստանի, ինչ վերաբերում է հողերի պատկանելությանը, չմոռանանք այն քարտեզները, որոնք բարբերաբար դաշտ էին մտնում, այսինքն Հայաստանի մարզերի ադրբեջանացված անուններով եւ այլն, եւ վերջիվերջո մենք մոտավորապես մի 100-120 հազար հոգու մասին պատկերացում ունենք, ինֆորմացիա ունենք, ովքեր ինչ-որ մի փուլից հետո, եթե ինչ-որ պրոցեսներ այսպես նախաձեռնվեն, տեղափոխվելու են Հայաստան իրենց հողային սեփականության իրավունքները վերականգնվելու տեսանկյունից, այսինքն պատգամավորի դրվագային հայտարարությունը տեղավորվում է մի բավական լավ կուռ հիմնավորված, ստեղծված, մշակված գաղափարախոսության եւ արտաքին քաղաքական վեկտորի մեջ, որը տարբեր փուլերում, բայց խաղաղության կոնտեքստում, այսինքն խաղաղ կապիտուլյացիայի թեզի ներքո իրականություն է դառնում։ Իդեպ հենց այդ թեմայի վերաբերյալ առհասարակ ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ նման հայտարարությունները հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների վրա։ Նայեք, այստեղ խնդիրը այն է, որ Հայաստանի կողմից շահերի այսպես դիտարկման սեփական ազգային շահերի պաշտպանության օրակարգը շատ թույլ է եւ արկախվում է հիմնականում գործող վարչապետի իշխանության ինքնավերարտադրման դիրքերից, այսինքն իր համար ամեն ինչի առանցքը սեփական իշխանության ինքնավերարտադրում է, թեկուզ Հայաստանի հետ կապված գոյաբանական սպառնալիքների ներքո։ Կարելի է մի քանի անգամ հայտարարություններ հնչեցնել տարբեր հարթակներով, օրինակ ՄԱԿ-ում մենք ունեցել ենք նախ այլ նախադեպեր, չէ, կապված Զանգեզուրի միջանցքեր, մի քանի անգամ հնչեցնում են, հետո նարատիվը փոխում են, ասում են, դե կարևորը մենք ցորեն ենք ստանում Ղազախստանից եւ այլն, ու փորձում են այդ կերակուրը մատուցել հասարակությանը։ Հայկական կողմը սեփական շահերի անվտանգության ապահովման օրակարգ ունի ավանդական ազգ-պետության գաղափարախոսության ներքո։ Սպասարկու պետության, կեղծ խաղաղության օրակարգ առաջ տանող պետության, ռեգիոնալ շահերը սեփական ազգային անվտանգությունից գերադասող պետության շրջանակներում, այո, իրենք այդպիսի նարատիվներ ու մոտեցումներ ունեն, բայց դա որևէ առնչություն չունի Հայաստանի անվտանգության ու քաղաքացիների անվտանգության հետ։ Իսկ կարող է արդյոք սա ազդել Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությունների արդյունավետության վրա։ Այստեղ պետք է տարանջատել միջնորդական առաքելությունների մասով, այսպես ասած գնդակը Թրամփի դաշտում է, շատ հակասական է իհարկե Թրամփի դաշտ ասածը, ինքը ավելի շատ ԱՄՆ-ի նախագահի անձնական PR-ի հանրահռչակման թեզերի ներքո է դիրքավորվում։ Ադրբեջանը որքան կարողանում է, արանքում տանում է եւ մեծ հաշվով իր օրակարգով այս process-ը տեղի ունենում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ռուսները որոշակի բարբերականությամբ հնչեցնում են, որ առանց իրենց ներգրավվածության, իրենց միջնորդության process-ները առաջ չեն գնա։ Ավելին ասեմ, Լավրովը վերջերս կարծես 2 օր առաջ բավական սուր արտահայտություն էր թույլ տվել Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների Ռուսաստանի ազդեցության զոնայից տանելու անընդունելիության մասին եւ այլն։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, Եվրամիությունը խաղում է շատ ակտիվ Թուրքիայի հետ, Թուրքիայի միջոցով։ Եվրամիությունը, այսպես եվրոպական երրորդ պետությունների համատեքստում բավական ակտիվ գործակցում է Հայաստանի հետ եւ այդ ամբողջ նարատիվը գնում է դեպի հակառուսականություն։ Այսինքն այստեղ ուժային բալանսի, ուժային բևեռների մրցակցության պայքար է, որտեղ թերևս մենակ է մնացել հենց առաջերտին Ռուսաստանը արտաքին քաղաքական կոնտեքստի տեսանկյունից, եթե նախկինում Հայաստանը նրանց համար կարող էր դիտվել որպես կոմֆորտի զոնա, դաշտ, որ իրենք կարող են դիրքավորել են շահերի սպասարկման տեսանկյունից, եւ ինչ-որ մի փուլ կար, որ Ադրբեջանն էր, ապա հիմա ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող դիտարկել այդ։ Պարոն Ղավոնդյան, այո, խոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը եւ նա ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը պահպանվում է եւ տնտեսական կապերը, այսպես ասած, շատ ինտենսիվ են։ Արդյոք այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես արտաքին քաղաքական շրջադարձ վերջին ամիսների լարվածությունից հետո։ Ես այսպես կան դրվագային ձևակերպումներ դիվանագիտական կապված արտաքին քաղաքական տրամադրություններից, կոնտեքստից, շփումներից կամ փոխադարձ հայտարարություններից, երբեմն փակողային հայտարարություններ են լինում, փորձում են բացել, երբեմն հակառակը սրում են
այսպես հայտարարությունները թե Հայաստանում այդպիսի դեպքեր եղել, թե Ռուսաստանում, ընդհանրապես քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը եւ գեոպոլիտիկան իրենք նաեւ չոր փաստեր ու թվեր են սիրում։ Եթե մենք դիտարկում ենք Հայաստանի արտաքին առևտրային բալանսը, Հայաստանում անմիջական ներդրումների ծավալը, արտաքին աշխատողների ծավալը եւ դրանցից Հայաստան մտնող գումարի քանակը իհարկե մեծ հաշվով դա մի քիչ փոքրացել է, բայց ինքը ստաբիլ առաջին հորիզոնականում է եւ էներգետիկ, այսպես ասած, առևտուրը, ռազմատեխնիկական հարաբերությունների, այդ թվում նաեւ շատ թուլացած, բայց առաջին մակարդակի հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները ֆորմալ առումով դրանք ռազմավարական բնույթի են։ Այսինքն անփոխարինելիության շեմ կա այդտեղ։ Այսինքն չկա մեկ այլ պետություն, ում հետ Հայաստանը ունենար այդ հարաբերությունները։ Այդ հարաբերությունը ենթադրում է պարտավորվածություն, նաև պատասխանատվություն եւ այդ մեծ տեքստերը հաճախ պոպուլիստական հակառուսականության թեզի ներքո, իդեպ 26 թվականին մենք շատ ենք լսել այդպիսի թեզեր, մենք որ մեզ թույլ ենք տալիս, պետք է հասկանանք, որ քաղաքականության համար, այսինքն մեջ մենք դրա մասով պատասխաններ ենք տալու մեծ հաշվով, բայց իրողությունները այս պահի դրությամբ չեն փոփոխվում։ Այո, քաղաքական օրակարգը, դիսկուսիան, հայտարարությունները, դրանց մեջ այսպես քաղաքական սոուսների մակարդակը փոխվել է, բայց բուն էությունը չի փոխվում։ Այլ էությունը կփոխվի, երբ որ 100-րդ ռազմաբազայի օրակարգի հետ գա, երբ որ Հայաստանը 6 ամիս առաջ դիմի Ռուսաստանի սահմանապահ ստորաբաժանումները Հայաստանից հանելու համար։ Իսկ դա ենթադրում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների էական փոփոխությունը, իդեպ ՀԱՊԿ-ի մասով էլ որոշակի դադար եղել, Հայաստանը վերջին մի միջոցառում կար, մասնակցել էր, բայց ՀԱՊԿ-ն առանց ԵԱՏՄ-ի չի լինում։ Պետք է հասկանալ, որ դրանք ընդհանուր կոնֆիգուրացիայի առանձին մասեր են։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք։ Բազմաբևեռ աշխարհ այս պահի դրությամբ չկա։ Կա էփվող աշխարհ, արտաքին քաղաքական գեոպոլիտիկայի առումով։ Բևեռները դեռ չեն հստակեցվել։ Թուրքիան դառնում է շատ ուժեղ բևեռ Եվրամիության եւ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Ռուսների վիճակը բավական ոչ միանշանակ է, մի կողմից հզորանում է, մի կողմից խնդրալույս իրավիճակներն են ձգձգվում։ Մենք պետք է հասկանանք, որ օրակարգի մաս ենք։ Մենք չենք կարող մի քանի, այսպես ասած, հատվածներում այսպես շպագատ նստել, որովհետեւ վերջում կարող է ճակատագրական լինել պետության համար։ Այո, եւ քննարկման վերջում առաջարկում եմ Իլհամ Ալիևի հայտարարությանը անդրադառնալ։ Ալիևը հայտարարել է, որ Զանգելանի տարածքով կանցնեն Զանգեզուրյան եւ Արազյան միջանցքները։ Նա նշել է, որ այդ ծրագրերը կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի համար, ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների կարևորությունը եւ երկրի ռազմավարական դերը նրանց իրագործման գործում։ Փորձենք հասկանալ առհասարակ ինչ ռազմավարական նպատակներ է հետապնդում Ադրբեջանը եւ արդյոք սա կարելի է դիտարկել որպես ճնշման գործիք Հայաստանի կամ Իրանի նկատմամբ։ Նախ ցանկացած կոմունիկացիա ինքը գեոպոլիտիկա, այսինքն ինքը ենթադրում է քաղաքական, քաղաքակրթական, ռազմավարական ազդեցություն եւ կոորդինացիա, այսինքն ում վերահսկողության տակ է ինքն էլ որոշում։ Այդ դրա համար Ալիևը միշտ ուզում Զանգեզուրի միջանցք, բայց այստեղ շատ ավելի հետաքրքիր բան կա։ Ես չգիտեմ ադրբեջաներենից ոնց է թարգմանվել, եթե ինքը օգտագործել է միջանցք բառը Իրանի կողմից առաջարկվող որպես այլընտրանքային ճանապարհ Արազի միջանցքի, այդ նշանակում է Ադրբեջանը տարածքային հավաքնության օրակարգով է հարաբերվում Իրանի հետ։ Ես բնօրինակի եւ Ադրբեջանին չեմ տիրապետում, բայց այստեղ շատ խնդրալույս իրավիճակ է գումարած, որ ինքը ինչ ասում, ասում է Զանգելանի հատվածը դառնում է ռազմավարական հաբ, այսինքն խաչմերուկ, մի կողմից Զանգեզուրի միջանցքի մասով արդեն Զանգեզուրի միջանցքը ոնց որ հաստատված իրողություն է, այսինքն ուրիշ բառ չեն օգտագործում, մյուս կողմից Արազի մասով, դա նշանակում է մի կողմից ազդեցություն Իրանի վրա, մյուս կողմից ազդեցություն Հայաստանի վրա։ Այսինքն Ալիևի աշխարհաքաղաքական ախորժակը էական, այսպես աճ արձանագրում, բայց պետք է հասկանալ արդյոք կրանա դրանց բովանդակություն ինքը տալ, որտեղ դա շատ լուրջ հայտ է։ Այսինքն այստեղ չի ստացվում, որ Ադրբեջանը Թուրքիայի փոքր եղբայրն է։ Այսինքն այստեղ ստացվում է, որ Ադրբեջանը նաև Իսրայելի, նաև միգուցե Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կոնտեքստում նոր բովանդակություն է ձեռք բերել։ Ու արդյոք այդ բովանդակությունը կարող է հավասար լինել, ասենք, պայմանական Թուրքիայի կամ Իրանի բովանդակությանը, կյանքը ցույց կտա։ Լավ, իսկ վերջի ինչ ուղղարձ է փորձում Բաքուն փոխանցել այս հայտարարությամբ առհասարակ միջազգային հանրությանը։ Ինքը ուզում է ցույց տալ, որ մենք այս ռեգիոնում առաջի համար խաղացող ենք, ու առանց մեր կարծիքների, մեր շահերի սպասարկման եւ հաշվի առնման որևէ process այստեղ իրողություն չի դառնա, դա իդեպ միայն չի վերաբերում Եվրամիությանը կամ դա վերաբերում է առաջերտի ռեգիոնալ խաղացողներին, իհարկե Ռուսաստանին եւ Իրանին։ Կարծում եմ հենց այս պահին տեղին է նաև Հայաստանի դիրքորոշմանը եւ անվտանգության խնդիրներին անդրադառնալ եւ ինչպես պետք է արձագանքի Հայաստանը նման հայտարարություններին, թե դիվանագիտական, թե քաղաքական կամ առհասարակ անվտանգության հարթակներում։ Դուք շատ լավ բառ օգտագործեցիք, պետք է։ Այն պարագայում եթե լիներ ինքնիշխան պետություն, ով խնդիր ունենար անվտանգության ապահովման
նշաձողը բարձրացնելու, ով խնդիր ունենար բանակ կարողությունները ավելացնելու եւ բանակի բյուջեն չկրճատելու եւ Արցախի մեր հայրենակիցների եւ մեր հայրենիքի խնդիրը օրակարգային սարքելու եւ այլ այդպիսի հարցադրումներ ներքո ես կկարողանայի ձեր հարցադրմանը պատասխանել, բայց Հայաստանը այնքանով որքանով որ կարողանում է ինչ որ կրճոններ վերցնել, ասենք որոշակի փոքրիկ հայտարարություններ Ալիևից, որոշակի վերաբերմունքի դրսևորում Թուրքիայից, ռուսներից մի քանի նախադասություն է փորձում խնդրել, միգուցե երբեմն ստանում է, երբեմն չէ, Թրամփին փորձում է հիշեցնել, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ Այն մոտավորապես այս գեոպոլիտիկ որփի կարգավիճակում է Հայաստանը ինքը իրան դրել, իսկ դա մեր անվտանգության տեսանկյունից շատ բացասական հեռանկարների մասն է փաստում։ Իսկ արդյոք կա վտանգ, որ այս թեման կարող է կրկին օգտագործվել ռազմական լարվածություն հրահրելու համար։ Անկասկածով, որովհետև հենց Թրամփի այդ այսպես միջնորդական առաքելությամբ այդ Թրամփի ուղի ծրագրի ներքո բավական ականներ կան այդ նախաստորագրված պրոյեկտի շրջանակներում, եւ երբ որ Ալիևը անընդհատ ասում է Միջանցք, պայմանական վերջնենք գործող վարչապետը ասի Միջանցք չկա եւ այլն, ինքը հրճակելու որ այգիտեք մենք հումանիտար քայլ ենք ձեռնարկում, ցորեն է գալիս Հայաստանի տարածք եւ այլն մեր տարածքով, բայց դուք հետ եք կանգնում ձեր պարտավորություններից եւ այլն, ու իհարկե կարող են, բայց ես չեմ կարծում որ դրա նպատակադրումը այսօր կա, որովհետեւ Ալիևը շատ ավելի խելացի է աշխատում, եթե մենք 2020-ին ունենք կապիտուլյացիա ռազմական ճանապարհով, ոչ թե բանակներ պարտվել, այլ ռազմականացված, այսպես ռազմական կապիտուլյացիա տեղի ունեցավ քաղաքական որոշումով։ Հիմա մենք ունենք խաղաղ ճանապարհով կապիտուլյացիոն process, որը իդեպ ասեմ շատ շահեկան է Ալիևի համար, շատ շահեկան է Թուրքիայի համար, իսկ գործող վարչապետի համար իր ինքնավերարտադրման օրակարգի պայմանում կլինի իդեալական մոդել։ Շնորհակալություն։